Ողջույն, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է, շարունակում ենք ամփոփել շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները։ Այսօր հյուրընկալել ենք նժար սահմանադրական շարժման հիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցին։ Ողջույն, Նինա Կարապետյանց, վերջապես եկաք մեզ մոտ։ Ոտս խերով լինի։ Տիկին Կարապետյանց, աշխարհաքաղաքական կենտրոններից մեկում, Վաշինգտոնում, ստորագրվեց հերթական, այսպես ասած, ճակատագրական փաստաթուղթը, ըստ քաղաքական շրջանակների Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների հետ տարածած հայտարարությունը TRIP-ի իրականացման շրջանակի վերաբերյալ իրավական ձևական փաստաթուղթ է, որը հերթական անգամ աջակցում է կարծես Հայաստանի իշխանություններին նախընտրական իրենց այս ֆոնին։ Այսինքն իրավական պարտավորություն չի առաջացնում կողմերից որևէ մեկի համար ու դրանով ամեն բան ասված է։ Ընդունենք, որ ճիշտ են ասում, տեքստը ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը Հայաստանի չի վնասում, բայց կա արդյոք երաշխիք, որ գետնի վրա իրագործելու ժամանակ էլ կողմերը հավատարիմ են մնալու նույն այդ տեքստին, ասում եմ, բայց ինքս արդեն գիտեմ գրեթե պատասխանը, որ ինչպես նշեցինք, իրավական պարտավորություններ չի առաջացնում։ Ինչու է իշխանությունը ներկայացնում այս էլի որպես ձեռքբերում, sense նախընտրական փաստաթուղթ, որը պաշտոնապես հայտարարում է, որ իրավական որևէ պարտավորություն չկա։ Նախ ես ասեմ, որ միշտ կողմնակից եմ եղել ավելի սերտ համագործակցություն արևմուտքի հետ։ Ես իմ ներսում արևմտյան արժեքների կրող եմ եղել միշտ ու հիմա շարունակում եմ լինել ու կարծում եմ, եթե ժամանակը գա, որ արևմուտքը շատ հարցերում դարձի գա ու որոշի, որ այդ սկզբունքները ու այդ արժեքները իսկապես կարևոր են նաև իրենց համար, ինքը կարող է փորձի գտնել դա Հայաստանում։ Ես խոստանում եմ, ինչպես ժամանակին ինձ շատ երիտասարդ մարդու ուսուցանում էին այդ արժեքները, ես էլ իրանց կփոխանցեմ, որովհետև մենք Հայաստանի վրա, հայության վրա կարծես թե ինչ որ հավերժ պահապանի ֆունկցիա է դրված։ Մենք անդադ ինչ որ արժեքներ, կարևոր բաներ պահապանի լինելու ֆունկցիայի մեջ ենք գործում։ Ինչ վերաբերում է կոնկրետ TRIP-ի հետ կապված, շատ գիտեք հարցը նախ երբ որ անընդհատ շեշտվում է ինքնիշխանություն, մի բանը որ երկար են ասում ու շատ են ասում, դա սկսում է կասկած առաջացնել ու դա շատ նորմալ է։ Ունենք մենք արդյոք։ Հա, ու դրա հիմնավոր պատճառները մենք ունենք, որովհետև բազմաթիվ դեպքերում ու իրադարձությունների ժամանակ մենք լսել ենք այդ հավաստիացումներն ու, չգիտեմ, խոստումները ու մնացած ամեն ինչը, արդյունքում մենք չենք տեսել հողի վրա առարկայական, տեսել ենք ուղիղ հակառակ էֆեկտը։ Ու դա չի վերաբերվում միայն, չգիտեմ, արևմտյան կողմին, դա վերաբերում է նաև մեր նախկին դժվար է ասել, մեր այսպես այլ պարտներների հետ կապված, որոնք բազմաթիվ թղթեր են ստորագրել, հավաստիացումներ են տվել, խոստումներ են տվել դաշնակիցների մասին։ Այնպես որ երբ որ դու չունես քո հիմքերը, երբ որ դու չունես քո ինստիտուտները, որոնք որ կպաշտպանեն քո հետաքրքրությունները, քո շահերը որպես պետություն, որպես պետականություն, ամեն եկող մի բան քո վրայից պոկելու է ու տանի իր շահը, իր հետաքրքրությունները ներկայացնելու է ու նեղանալ որևիցե երկրից, որ իրենք իրենց շահերով են առաջնորդվում, հետաքրքրություններով են առաջնորդվում, դա առնվազն անտրամաբանական ու անլուրջ է ու ինֆանտիլ մոտեցում է, որովհետև ցանկացած պետություն պիտի առաջնորդվի իր շահով։ Ես ամեն անգամ դրանից եմ սրտնեղում, որ հայկական շահը կարծես թե որևէ տեղ ներկայացված չի։ Ու զարգացումներ կան նաև, մենք դեռ ամբողջական չենք հասցրել վերլուծել համակցության մեջ, այնտեղ կան հարցեր, որոնք ճիշտն ասած ավելի շատ մտահոգություններ են ինձ մոտ առաջացնում, հատկապես երրորդ երկրներին փոխանցելու հետ կապված, ու երբ որ քեզ տալիս են 24%, մնացածը մնում է դուրսը, այ կասկած է առաջացնում, իսկ այդ մնաց այդ 76%-ից միգուցե զիջվեն այն երկրներին, որոնց հետ կունենան հետաքրքրություն։ Այսինքն շատ կոպիտ բան եմ ասում, ես այս արտահայտությունը չեմ սիրում, բայց ամեն անգամ, չգիտեմ, վերադառնում եմ մոտից, հա, որ ասում Հայաստանը դարձել է այն հարսը, ով մարմնի տարբեր մասերով սրա նրան լավություն են անում։ Ես հարց չեմ եղել երբեք այս մտքի հետ եւ հարց չեմ լինելու, որովհետեւ մենք իսկապես պիտի մեր շահն ու հետաքրքրությունը կարողանանք շատ հստակ ձևակերպենք եւ հետեւողական գնանք մեր հետաքրքրությունների հետևից։ Բայց սրա համար ամենակարևորը ինչա պետք։ Սրա համար պետքա հիմնականում երկու էլի շատ բաներ է պետք, բայց երկու հիմնական կամպանիա։ Առաջինը ազգային իշխանություններ, որոնք իսկապես հետամուտ կլինեն ոչ թե ամեն մեկ այդ իր տաբուրետկի խաթր, հա, որ ինքը վերարտադրվի, ինքը նստի, ինքը այդ 7 միլիոնանոց պրեմիաները ստանա կամ բենեֆիտներ ստանա, ինչ որ բան ստանա, այլ իսկապես ազգային իշխանություն, որը այս սիրտը ու հոգին կցավա այս երկրի համար ու ամեն ջանք գործադրի այս երկիրը ոտքի կանգնացնելու, եւ երկրորդը դա
իշխանություն, ոչ թե պետություն, այլ իշխանություն, ժողովուրդ, իշխանություն, հասարակություն փոխվստահությունը, հատկապես ժողովրդի վստահությունը վաստակելը, որովհետև երբ որ դու չունես ժողովրդի վստահությունը, երբ որ դու կորցնում ես այդ հողի վրա քո այն ամուր ոդկա, փոքր մայրը ոնց ասում, դուրս եմ գալի, ոտս տեղ չունեմ դնելու։ Այդ որ իշխանությունը չունի ժողովուրդ, որը իր համար թիկունք է, հենք է, ինքը ստիպված գնում է ցանկացած իշխանություն գնում է իր շահերը, օրվա իշխանությունը գնում է իր անձնական շահերը սրա հետ նրա հետ պայմանավորվելու արդյունքում դժում է պետությունը։ Այս երկու կարևոր խնդիրն ազգային իշխանություն եւ ժողովրդի վստահությունը վաստակելը։ Այն ինչ պիտի մենք այս ընթացքում փորձենք ընտրություններին ընթառաջ փորձենք ինչ ասեմ վաստակել այդ վստահությունը ժողովրդի ու վերադառնանք նոր նորմալ աշխատանքի ու կարողանանք հայկական շահեր առաջ տանել։ Ոնց որ միշտ իրավաբանները շատ երկար են խոսում, մի քանի հարց կանխեցիք իրականում, բայց ամեն դեպքում այնուամենայնիվ ասացիք էլ, որ արևմուտքի ջատագով եք, եթե փաստաթուղթը կողմերի համար պարտադիր չէ, ինչ եք կարծում, Միացյալ Նահանգներին ինչն է ստիպելու գործնականում հավատարիմ մնալ դրա դրույթներին։ Հետաքրքրությունները, որովհետև այո, Միացյալ Նահանգները իհարկե միան շահ, մի նեղացեք, ոչ մեկի շահից մի նեղացեք։ Ռուսաստանն էլ ստեղ միայն շահերով էր առաջնորդվում եւ հետագայում էլ եթե ինչ որ գործողություններ դրական բնույթի անի, էլի շահով առաջնորդվելու։ Մեր շահը այդտեղ որտեղ է։ Այդ շահը մենք պիտի ներկայացնենք ինքնուրույն։ Մենք պիտի նախ ձևակերպենք մեզ համար այ ինչն է հայկական։ Այս փաստաթղթում շատ դժվար անում եմ ասել, ինչ որ իմաստով ասեմ, գուցե եւ կարճատև գոնե կարճ ժամանակով սա շատ փոքր ժամանակով ռազմական գործողություններ ստեղ չիրականացնելու, հա, ակտիվ մեծ ծավալի ռազմական գործողությունները կասեցնելու հնարավորություն է տալիս, բայց հետագայում դա ինչ գին կունենա, ես մի քիչ դժվարանում եմ ասել, որովհետև եթե հանկարծ ու որոշվեց, որ ինչպես այդ պաշտոնյաներից մեկը ասեց, դե այնպես չի, որ ուղակի փոխանցելու են այդ իրավունքները ինչ որ մեկին մենք նստելու ենք ու միասին որոշելու ենք, թե ում կարող են փոխանցել, ում ոչ, ժող դուք սկիզբը ձեր տանը բան չեք որոշում, դուք սկի ձեր երկրի ներսում բան չեք կարողանում որոշել, դուք սկի լեգիտիմություն չունեք ու այդքան կարողություն չունեք ձեր տան ներսում թույլ չտալու, որ շարժեր իրականանան, օրինակ, չգիտեմ, ադրբեջանական կամ թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները չգան ստեղ հրապարակում ֆոտոներ չանեն ու չհրապարակեն հետո կամ վիդեոներ բանան տարածեն։ Դուք սկի այդ չեք կարողանում անել, այդ ի՞նչն եք դուք կառավարելու։ Այդ նույն տրամաբանությամբ, օրինակ, հանքերի բացման ժամանակ ասում են մենք ռիսկերը կառավարելու ենք, այ բանամ դուք սկի ձեզ չեք կա, ձեր թիմի անդամների վարքագիծը չեք կարողանում կառավարեք, ինչ մասին է խոսքը։ Իհարկե դա հնարավոր չի լինել եւ դա բավականին վտանգավոր է։ Այն նորից վերադառնալով մեր շահը որտեղ պիտի լինի, մենք նորից պիտի ունենանք ազգային իշխանություն, որը կփորձի հնարավորինս մեղմել։ Եկե կազնիվ լինենք, չկա աշխարհում պետություն, իսկապես չկա այդպիսի պետություն, որը Միացյալ Նահանգներին կարա ասի գնաս զբաղվի քո գործերով, в общем, դու ինչ չասես, ես ինչ անեմ, լավ, սենց ասեմ։ Չկա այդպիսի երկիր։ Հետևաբար հեգեմոնիա է, հա, ամենայն մեծ երկրների հետ այդպես չեն խոսում, ինքն էլ գիտեք ինչ է անում։ Հələ որ գա երկրի ղեկավարին վերստի տանի, այդ էլ քրիչարքներից փոքրագույնը, գիտեք ինչ կան։ Եվ շատ կարևոր է, որ սցենարները տարբեր են եւ հնարավորություններն էլ ես կասեի անսահմանափակ։ Իհարկե մենք պիտի համագործակցենք, իհարկե մենք պիտի հավատարիմ մնանք այն բոլոր ցավոք սրտի այն բոլոր ստորագրությունները, որոնք դրել է Նիկոլ Փաշինյանը, դու չես կարող ասել, որ վերջ ես սրանք չեմ անում, դա հնարավոր չի ուղղակի։ Բայց փորձել ինչ որ վտանգներ կանխել կամ ինչ որ մեղմելու տեսանկյունից փորձել անել, իհարկե դա պարտադիր պիտի լինի։ Կամ զուգահեռաբար այլ պրոյեկտներ իրականացնել, որոնց արդյունքում դու կարողանաս ինչ որ բալանս ստեղծել, բայց դա ինչ կան այստեղ են մնում իշխանության, այնքան մեր հաջորդ իշխանություններին ես սրտանց ցավակցում եմ։ Ես չգիտեմ ով կլինի, մենք եւս որպես նժար սանդրական շարժում հայտարարել ենք, որ մենք էլ ենք գնալու քաղաքական ընտրություններին մասնակցելու, մենք կլինենք, թե ով կլինի, միևնույնն է, ես խորապես ցավակցում եմ, որովհետև այս աստիճան կազմակերպված, կազմալուծված երկիրը գալ իշխանության, դա սարսափելի ծանր գործ է լինելու ու մենք պիտի լծվենք բոլոր ազգովի, պիտի լծվենք այս վիճակը շտկելու։ Բայց տեսեք, փաստաթղթերին ու ստորագրություններին մի պահ անդրադառնանք, Ալիևը խոսում է ու տարեսկզբյան իր ասուլիսում էլ խոսեց, որ
գործում է իրականում ուժի իրավունքը, միջազգային նորմեր, միջազգային իրավունքներ առհասարակ գոյություն չունեն, ոնց կասեմ, այդպես կլինի, որտեղ կասեմ սահմանը այնտեղ էլ կլինի, բայց դուք ասում եք, որ մենք չենք կարող չառաջնորդվել այն փաստաթղթերով, որոնց տակ ստորագրել է Փաշինյանը, ու իրականում Փաշինյանն էլ է միշտ գրեթե եւ ցիտում եւ անդրադառնում միջազգային են, բայց մենք ձեր ասած հողի վրա, գետնի վրա տեսնում ենք, որ իսկապես ոչ մի օրենք չի գործում, ու այստեղ գործում է մենակ ուժի գործոնը։ Շատ ճիշտ եք ասում, բայց որպեսզի դու կարողանաս դիմադրել, դու պիտի դրա կարողությունը, հնարավորությունները ունենաս։ Ու դա մի կողմից, այսինքն նորից աշխարհում չկա այդպիսի երկիր, որը կարող է Միացյալ Նահանգների նման գերտերությանը, գերտերությանը ասել դու մի խառնվի, ես գիտեմ ինչ եմ անելու։ Դա հնարավոր չի։ Մյուս կողմից շատ ճիշտ եք նկատում, այսօր իսկապես չի գործում օրենքը, միջազգային օրենքը, от слова совсем и вообще, բայց դա չի նշանակում, որ այդպես է լինելու միշտ։ Երբ այս խառնաշփոթ վիճակը կանգնեց, իսկ սա միայն Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ չեն, սա աշխարհակաղակական լրջագույն փոփոխություններ են, մենք իսկ ասել աշխարհակարգի եւ ցիվիլիզացիոն փոփոխություններ են, որովհետեւ արհեստական բանականությունը, տեխնոլոգիաների զարգացումը բերելու է լրիվ ուրիշ պատմության։ Մենք ընդամենը երևի մի 5 առավելագույնը, չգիտեմ, 7 տարի հետո մենք ապրելու ենք բացարձակ ուրիշ աշխարհում, որը մեր այսօրվա ապրելու աշխարհի հետ ընդհանրական ոչինչ չի ունենալու։ Ու դու պիտի կարողանա, բայց միևնույնն է, որոշակի կանոնակարգումներ միևնույնն են լինելու են, պահպանվելու են, ու դու պիտի, ինչպես որ շատ լավ քիշեք, Ադրբեջանն էր 30 տարի, չէ լավ մի քիչ պակաս, հերթով հավաքում ամեն թղթի կտոր, ամեն միջազգային կառույցից, այո, շատ հետևողականորեն, իրենց հասարակական կազմակերպությունները, իրենց գիտնականները, իրենց, չգիտեմ, մշակութային ոլորտի գործիչները, իրենց քաղաքական գործիչները, բոլոր հայտնի բոլոր միջազգային կառույցներ, իրանք ստեղծում էին համաժողովներ, որտեղ բերում էին իրանց նարատիվները ու այդ համաժողովից ստանում էին ինչ որ մի հատ թուղթ, որը բերում դնում էին այդ պապկայի մեջ, որը հետո բերեցին, ասեն շխկցրեցին սաղի դեմը, ասին, այս մերնա, սրայլով ձեռ տվեց, ասում մեր հետ հարցեր ամենալու։ Այս իմաստով մենք պարտավոր ենք այսօր, ոչ թե Նիկոլ Փաշինյանի նման գնալ բոլոր քո ուժեղ խաղաքարերից հրաժարվելու ճանապարհով, ոնց որ ինքը հետևողականորեն դա անում է, այլ պիտի գնաս հավաքագրելու։ Ու այս իմաստով ցավում եմ, բայց օրվա իշխանությունները հրաժարման ճանապարհով են գնում, բայց իրանք միակ օղակը չեն, իրանք շատ կարևոր օղակ են, բայց կան նաև այլ օղակներ, օրինակ ես գիտեմ, որ արցախցիների հետ կապված դոկումենտալ ֆիլմեր են նկարվում ու դրանք վկայությունների փաստագրում, այսինքն դրանք ապացույցներ են։ Ես գիտեմ, որ մեր գործընկերները ունեն հավաքագրած տեղեկություններ Արցախում տեղ ունեցող հանցագործությունների դեպքերի հետ կապված զեկույցներ, որոնք հետագայում կարող են դրվել նաև հիմքերում։ Ես ինքս աշխատել եմ միջազգային կազմակերպության հետ, մենք պատերազմի օրերին եղել ենք Արցախում եւ փաստագրել ենք խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործությունների մասին փաստերը, ու դրանք զուտ միայն հայկական չեն, դրանք միջազգային են, հետևաբար եւ շատ ավելի ծանր ամենայն հարգանքով բոլորի աշխատանքի, որտեղ դա շատ կարևոր է, բայց նաեւ միջազգային գործընկերների հետ համատեղ դա շատ ավելի ծանրակշիռ է։ Ու այս ամեն ինչը արդեն կա եւ պահպանված է, այսինքն մենք այլ տարբերակներ էլ ունենք։ Այդ մի կողմն է, մյուս կողմը ոչ մի պարագամ չի հաստատվել ու չհուսահատվելն է։ Ես մեկ-մեկ նայում եմ այս թացը, սենց սախ, գիտեք, մի հատ բան կար, ես անդադ այդ մուլտիկն եմ հիշում, որ վազում է ու գոռում է мы все умрем, Ժորժան, եթե դու ուզում ես պետություն ունենալ, դա կոչվում է настройки, հիմա ինձ մեղադրել են ռուսերեն շատ խոսալու մեջ, դե հիմա կարգավորումները ճիշտ տալ, հա, կարգավորումները, եթե դու ունես պետություն, ուզում ես ունենալ պետություն, ցանկացած պետության, պետականության դեմ կան ինչ որ ուժեր, որոնք հաշտ չեն, որոնք ինչ որ այդ պետությունից բան են ուզում, որոնք ուզում են իշխել այդ պետության վրա, որոնք ուզում են իր ռեսուրսներին տիրանալ, կան պետություններ, որոնք ուզում են որ ընդհանրապես այդ պետությունը չլինի։ Հետևաբար այդ мы все умрем, դա կոչվում է настройки по умолчанию։ Դրանք կան ու կան։ Հիմա մեր լուծում ինչի մեջ է։ Նստել մտածել մեթոդներ, գործիքակազմեր, ֆորմատներ, որտեղ մենք կարողանանք ինքներս մեզ պաշտպանել եւ առաջ գնալ։ Հիմա դժվար ժամանակները իհարկե մեզ վրա շատ վատ են անդրադառնում, երբ որ խառնաշփոթ է լինում, արանքում Ադրբեջանի նման կարողանում են առիթից օգտվել, որ COVID-ը, եթե միշտ
պատերազմի սկսեց այն ժամանակ, երբ որ աշխարհը ցնցումների մեջ էր, կոവിഡ്ներ են, որ ասում Տրամպը ընտրությունն է, Արուսը Մուրադը է կատաղել, Արուսը է վատացել այս վիճակում, ինքը օգտվում է արդից ու գալիս է զավթում է մեր ինքը պատրաստ էր արդեն։ Այո, ինքը միջև այդ 30 տարի նախապատրաստվել էր, թղթերը սախ, ասում է թղթով ամեն ինչ նորմալ էր անում։ Հիմա հաջորդ անգամ ինքը կօգտվի թե չէ, իհարկե կօգտվի։ Այ ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ այս խառնաշփոթ վիճակները ստեղծում են ծանր, ինչ ասեմ, օրենքից դուրս մեզ համար դժվարություններ ստեղծող իրավիճակներ են ստեղծում մի կողմից, բայց մյուս կողմից ստիպում են մեզ որպես հասարակություն գնալ նաև շատ լուրջ, խորքային, բովանդակային փոփոխությունների, որոնք հնարավորություն կտան մեզ ոտքի կանգնել, որովհետև այն համակարգերով, որոնք մենք ունեցել ենք այս 30 տարի, ոչ մի ձև չի թույլ չի տալի, որ մենք մեր պետությունը ոտքի կանգնենք։ Հնացել է, էլի, հասկանում եք, մի հատ թազա բան է պետք, ասում է, այ դուք նստել եք տենց թեորիի պատկերա, չէ, թեորիի հարցը չի։ Ամեն ինչ պետք է շատ հստակ հաշվարկված լինի։ Փոքր պետության ղեկավարումը չի կարող հանձնարարվել կամ թույլատրվել մի հոգու կառավարում։ Հնարավոր չի, հասկանում եք։ Իսկ ավելի հստակ պետք է լինի, ինստիտուտներ պիտի լինեն, որոնք այդ մարդկանց տարբեր ֆանտազիաները, սկսած իրանց անձնական ֆանտազիաներից, իրանց կրթական մակարդակից, իրանց, չգիտեմ, մոլուցքներից, հիվանդագին պատկերացումներից դուրս կարողանան կարգավորել ու բալանսի բերել այս երկրին։ Լավ, վերջը պիտի մենք կարգի հրավիրենք այս երկրի, թե չէ։ Այ երբ որ այսենց խառնաշփոթ վիճակ ա լինում, լավագույն ժամանակն է մի հատ գիծ քաշել, ասեք, տակ նորից ենք սկսում։ Բնականաբար որոշ մարդկանց նման չմերժելով քո հազարամյա անցյալը, բնականաբար հաշվի առնելով այն դրականն ու բացասականը, որը դու ունեցել ես այս ամբողջ տարիների ընթացքում, բայց ինչ-որ բան պետքա նորից սկսել ասում, թե չէ նստել են լացուկոց գցել են, այ կոտորվեցինք, հասկացանք, լավ վատ է, շատ վատ է, ահա որ վատ է։ Ինչ ենք անում, նստում ենք արձանագրեցինք։ Հա, արձանագրեցինք, փաստ արձանագրեցինք, լավ շատ եք նեղվել, մի հատ էլ գիշերը լավ քնեք, վեր կացեք առավոտը, շորերը հագնում ենք, մազերը դզում ենք ու գնում ենք նորից այդ պայքարը շարունակելու, թե չէ ինչ մի լացկոցը դրած։ Ասում եք Ամերիկային ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Համամիտ եմ։ Եթե վաղը Միացյալ Նահանգները կամ որևէ այլ դերակատար, որ էս թրիփի մեջ է, ասում է օրինակ, այս քայլը ես ճիշտ եմ համարում, իմ շահերի համար եմ անում, ինչպես սկզբում էլ դուք ասացիք, այ հնարավոր է Թուրքիային կամ Ադրբեջանին տա վերահսկողություն կամ այլ ինչ որ գործառույթ կոնկրետ թրիփի շրջանակում, որը համապատասխանում է այդ շրջանակի ոգուն, բայց Հայաստանի շահերից չի բխում առհասարակ։ Հիմա Հայաստանը արդյոք որևէ լծակ ունի դրան հակադրելու կամ Ամերիկային չենք կարող բան ասել, եկեք մյուս բևեռը նայենք, որը մեր դաշնակիցն է արդեն ռազմավարական, Ռուսաստանին նկատի ունեմ։ Ռուսաստանը հակակշիռ չի կարող գնալ արդեն Միացյալ Նահանգներին, գոնե այս պարագայում, եկեք մի հատ այդ գործոնն էլ հաշվի առնենք, որովհետև ամեն դեպքում թրիփի հետ կապված իրենք էլ են բազմաթիվ հայտարարություններ արել ու ել չասեմ հապկի հետ կապված, ել չասեմ առհասարակ Եվրամիության հետ կապված, այսպես շատ խաչաձևված է այդ ամեն ինչու, մենք էլի մեջտեղում ենք հայտնվել, ոնց որ էլի որ տրորում են, հա, ամեն մեկ իր շահի համար եկավ տրորես գնաս, տակը ինչ ա մնալու, մենք ինչ լծակ, որը կարող ենք մեր շահի համար օգտագործել։ Ես այնուամենայնիվ ոգևորված եւ ոգեշնչված չեմ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններից, որովհետեւ այդ թղթի վրա պայմանավորվածությունների չաշխատելը մենք տեսանք համոզվեցինք այդվում նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ ՀԱՊԿ-ի հետ առանձին, որտեղ մենք առանձին Ռուսաստանի հետ ունենք, առանձին ՀԱՊԿ-ի հետ ունենք, այս չաշխատելը մեր դառը փորձն է, այնպես չի որ մենք բանով ենք, հա, այդ կանխավարկածը դրա համար է Միացյալ Նահանգների նկատմամբ աշխատում, որովհետեւ մի հատ դառը փորձ ունեցել ենք։ Կարող է արդյոք Ռուսաստանի Դաշնությունը այդտեղ հետաքրություններ կամ ինչ որ բալանսի բերել։ Ռուսաստանի Դաշնությունը մի քիչ ավելի շուտ պիտի մտածեր դրա մասին։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը չի պատկերացրել կամ տեղեկություններ, օպերատիվ տեղեկություններ չի ունեցել առայն, որ այստեղ կարող են լինել ճանապարհներ կամ հետաքրություններ։ Եվ ինչ է առաջարկել օրինակ Ռուսաստանի Դաշնությունը։ Բացի նրանից Ագոդա Անի Ձենուցեից այդ ձևակերպումներից զատ ուրիշ ինքը մեզ ինչ է առաջարկել։ Տեսեք, Միացյալ Նահանգների տարբերությունը Ռուսաստանի Դաշնությունից նրա մեջ է, որ ինքը ամեն անգամ անում է առաջարկություն, էլի իր շահերից բխելով, նես չի որ մեր սիրուն սև աչքերի համար կոտորվում է։ Իր շահերից բխող ինչ որ առաջարկություն անում, բայց ինչ որ փոքր
benefit քեզ էլ է թողում։ Ռուսական կողմը մի հատ ֆանտաստիկ ինչ-որ բան ունի, էլի գալիս է ասենց ասում է, ինչ էր ասեն Սալավյովը, если что, ասում է կգանք զենքը կառնենք, կգանք կմտնենք, լավ չէ, ժողովուրդ, լավ, դուք ընդհանրապես առաջարկ չունեք, իսկ միգուցե ինչ-որ բան առաջարկեք, որը հայ հասարակության համար, հայ ժողովրդի համար, հայ պետության համար ինչ-որ դրական էֆեկտ կարող է ունենալ, արդյունքում էլ նստենք մտածենք, ասենք կարող է ինչ-որ մի բան էլ էս մարդկանց առաջարկեն։ Ես լավ չեմ պատկերացնում ռուսական կողմի բալանսի բերելը ստեղ չէ, բայց այն որ իրանք իհարկե կունենան ինչ որ իմաստով շահերի բախում կա, դա ակնհայտ է։ Եվ ես էլ իսկապես չի ուզենա, որ մենք մեծ երկրների շահերի բախման այդ էպիկենտրոնը դառնանք, դա շատ ցավալի կլինի։ Այստեղ ուղղակի պետքա հետաքրքիր առաջարկեր հնչեցին, այդ թվում նաև տարօրինակա, բայց այս իշխանությունների կողմից բան առաջարկներ հնչեցին։ Օրինակ ճանապարհները, հա, երկաթուղային ճանապարհների օգտագործումը, հա, վերականգնումը այս իմաստով, հա, որպեսզի կարողանան եւ դա հետաքրքիր համադրություն կլինի, այնպես չի որ Ռուսաստանը այստեղ ներկայացված չի կամ այստեղ բավարար հնարավորություններ չունի գործելու, դե հարցը թե միջև այդ ինչ էր մտածում, անեիր առաջարկ, որից մենք мы сделали предложение, от которого ты не сможешь отказаться հայտնի ֆիլմից։ Այմ այդ առաջարկ իրականում չի արվել եւ ես իրենք այստեղ կարծում եմ ազդեցության իրենց ծավալի մեծ մասով կորցրել եւ ամենա ցավալին թերևս նա է իրանց համար իհարկե ցավալին, ռուսական կողմի համար ցավալին, որ իրենք այստեղ կորցրել են հասարակության վստահությունը։ Հասարակության մտածողության մեջ իրական եւ սկզբունքային փոփոխություն ա եղել բացասական իրենց համար իմաստով հասարակությունը իրենց նկատմամբ մեղմ ասած տենց սիրալիր չի տրամադրված եւ դա հիմքեր ունի, դա պատճառներ ունի, դա իրենց անպատասխանատու վարքագիծն էր։ Ձեր վերլուծությունից ելնելով, այսպես եկենք ենթադրենք, որ այդ գնուտի պրյանիկը որ կա հայերեն ես էլ արդեն մոռացա։ Դե բարեր կան, որոնք բան են, հա։ Այստեղ գնուտի դերը Հայաստանի համար Ռուսաստանն է տանում, պրյանիկի դերը ըստ Ամերիկան։ Բայց Սալավյովի հայտարարությունն էլ մյուս կողմից եկեք դրան էլ անդրադառնանք, հարցս էլի կանխեցիք, բայց ոչինչ, ես միևնույնը գտամ, պատահական էր արդյոք այդ հայտարարությունը, այսպես sense իբրև դաշտ գծված, մենք գիտենք, որ պատահական չէ, նա հայտնի ռոպագանդիստն է Կրեմլի, մեկը թերևս դրանցից ու տեսանք նաև բազմաթիվ վերլուծություններ, ես ուզում եմ ձեր կարծիք իմանալ բառնապատկի դրա մասին։ Ռուսաստանի Դաշնությունում որևէ մեկը սեփական կարծիք ունենալու իրավունք չունի։ Հաշտվեք Ժորժ ջան, այն որ պրոռուսական ուժերը ասում են, դա մասնավոր անձի կարծիք էր, բարև ձեզ։ Այդ մասնավոր կարծիք հայտնածները կամ բանտում են, Նավալնու նման բանտում են ու մեռել են, կամ Ռուսաստանի Դաշնությունում չեն։ Մնացած բոլոր ովքեր մնացել են Ռուսաստանի Դաշնությունում, իրենք ազդեցության ագենտներ են, այսպես տարբեր կարգավիճակներ տված, այսրատ տարբեր լիազորություններ ունեցող մարդիկ կան, որոնք որ որոշ մասնագետներ կան, որոնք իբր այսպես իշխանություններին քննադատող բաներով են ելույթներում, բայց իմացեք, որ դա այդ թույլատրելի սահմանն է, որ իրանց այդ միտադիչկաներով տվել են, դե խոսացող մարդ չկա, հետեւաբար շատ լավ պիտի հասկանա մեր հասարակությունը, որ դա ուղիղ տեքստ էր եւ դա այսպես տեղեկություններ, թե իրանք ինչ կարող են անել։ Ռուսական կողմը ինչ կարող անել, բայց գիտեք ամոթել է, եթե Ռուսաստանի Դաշնության նման այդ չափերի, այդ ռեսուրսների երկիրը Հայաստանում զորքով գա գրավի, այդ ամոթել կլինի, էլի, ասում եմ, մի հատ ձեզ նայեք, մի հատ էս փոքր Հայաստանը նայեք։ Մյուս կողմից էլ բացարձակ հասկանալի չի օրինակ զուգահեռաբար հաջորդ հարցն էլ, չգիտեմ կանխում եմ թե չէ, բայց օրինակ Ֆիդանի արած հայտարարությունից հետո հիմա էլ հակառակ այսպես ոնց են ասում ծպկյալ նիկոլականները ընկել են դաշտ ու ասում են ինքը հոյե չի ասել, մենք փայլուն մի ժամանակում ենք ապրում, կոչվում է ինքնալյուստրացիայի ժամանակաշրջան, որտեղ ամեն մեկը իր, չգիտեմ, եթե կարելի ասել, ասում տոլի դիմակներն է պատրվում, տոլի չգիտեմ ինչն է պատրվում, բայց սենց պատրվելով գնում է, որովհետև ամեն մեկը ինքը իրան բացահայտում է, թե ով է։
Հոգևոր հայրից մեկի ասած ներողություն, բյուրեղացում ա գնում։ Այո, это очень интеллигентно, հա, շատ լավ բառ են ասել, թե չէ ես արդեն ուրիշ բան եի պատրաստվում ասել։ Ու դա չգիտեմ եթերում ասում արդեն մարդ չգիտի եթերում ինչ ասի, որ բաներն էլ չփակեն։ Հա, սա շատ կարևոր է, ինքնալյուստրացիայի ճանապարհով են գնում մեր հասարակություններ։ Ֆիդանի ասած թե բա մենք աջակցելու ենք, դեմ չենք լինի, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեր, որտեղ մեր ջրերը ոնց որ թե մի գետով են հոսում, մի հունով են հոսում, սա ուղիղ բան է, հա, ու իրանք սենց լծված այսօր ասում են Ֆիդանը էդի նկաչ չուներ, ինքը այդ չէր ուզում ասել, ասել այն ինչ որ ասել է, Սալավյովն էլ ասել է այն ինչ որ հանձնարարվել է։ Այնպես որ Ժորժ ջան, հանդարտ եղեք։ Այո, Հայաստանի Հանրապետության ներսում մենք իսկապես ունենք շատ հետաքրքիր ծանր ժամանակներ ենք ապրում, դրա համար զուգահեռաբար նաև շատ հետաքրքիր ժամանակներ ենք ապրում, սա նաև հնարավորությունների, ճնշումների, մեծ ճնշումների եւ մեծ հնարավորությունների ժամանակաշրջան է։ Մենք կարանք մեզ մի անգամ հաշիվ տանք, մենք մի անգամ կարանք ժողովրդով հավաքվենք ու որոշենք, մենք վերջը լավ, մենք պետություն ուզում ենք, թե չենք ուզում։ Մենք ուզում ենք, որ մենք ունենանք այնպիսի համակարգեր, որ կկարողանանք, չեմ ասում, պատերազմ հայտարարենք մեծ գերտերությանը, բայց գոնե մեր այն նվազագույն շեմը շահերի կարողանանք պահպանել, սա մենք կարող ենք անել հաստատապես։ Չկա աշխարհում, չի լինելու աշխարհում այդպիսի գերտերություն, որը չընդունի այն իշխանությանը, այն ղեկավարությանը, որին կընտրի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Չկա։ Ու մի մտածեք, որ եթե ինչ որ մեկը գնում է սելֆի անում բաների հետ, հա, ինչ որ բաժեզներում ինչ որ բաներ Պաշտոնյաների հետ սելֆիներ է անում, ուրեմն ինքը տեն սիրելի է, իսկ մնացածի բոլորին չեն ընդունել, այդպես չի լինելու։ Ավելին ասեմ, այն որ դու պարտավորություններ չունես, կան նոր ուժեր, նոր շարժումներ, որոնք որ որևէ պարտավորություն չունեն որևէ մեկի դիմաց, սա շատ ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում։ Ես որևէ մեկին որևէ բան պարտական չեմ, ու հատկապես հաշվի առնելով, որ նաև որևէ սեր չունեմ ոչ տաբուրետ կեքի, ոչ պաշտոնների, որովհետև եթե ես ուզենայի, ես շատ վաղուց ես ամեն ինչ ունեցել է այդ պաշտոնները, հետեւաբար կախվածություն էլ չունեմ, ցանկություն էլ չունեմ։ Ու էլիտիստ մարդիկ շատ կան, իսկապես կան։ Մենք հիմա հանդիպումների մեջ ենք շատ մեծ ու լայն հանդիպումների, չէ՞ եւ նախաձեռնությունների եւ անհատների, փորձագետների տարբեր եւ կուսակցությունների մեջ դու հասկանում ես, որ մարդիկ կան, ովքեր իսկական այն որ ասում սիրտները տրաքում այս վիճակից, ու եթե լիներ խախան նորմալ վիճակ, հանգիստ վիճակ, որտեղ կարելի էր զբաղվել քո սիրելի գործունեությամբ, իսկ մարդիկ տարբեր ոլորտներից են, մարդիկ սիրով կգնային, կզբաղվեն իրենց գործունեությամբ ու քաղաքականություն մտնելու ոչ ցանկություն կունենային, ոչ էլ նպատակահարմարություն կգտնեն, բայց քանի որ վիճակը իսկապես ծայրահեղ է եւ մեզանից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն զգա, որովհետեւ իսկապես շտկելու կա հնարավորություն, կա շտկելու հնարավորություն, ոտի կանգնելու հնարավորություն կա, շատ բաներ հետ դարձի արագ տեմպերը ապահովել հնարավոր չի, դա սուտ կլինի, նրանք ովքեր ասում են այ կգանք ու սենց եսի ինչ, դա սուտ է, բայց այն նվազագույն շեմը քո պահպանելու ու դեպի առաջընթաց ապրել, դա իսկապես հնարավոր է իրականացնել։ Եթե վաղը Չէ, սենց մի բան կասկածեցիք, չէ, մի կասկածի։ Եթե վաղը Մոսկվան հայտարարի, որ իր անվտանգությունը վտանգված է, լավ սպառնալիք է անվտանգությանը, Հայաստանը ինչ է անելու եւ ով է երաշխավորելու, ելի մենք Սոլովյովի տրամաբանության մեջ իհարկե, որ ուկրաինական սցենարը մեզ համար փակ է։ Չէ, փակ չի, ոչ մի սցենար մեզ համար փակ չի, եւ այնպես չի, որ մեն Ռուսաստանի տեսակի, չէ, դժվար տանեն ինչ անեն, ում է պետք։ Վենեսուելայի մեկան երկրի ղեկավարին վերցրին տարան, որտեղ իրանց պետք էր այդ Վենեսուելայի ղեկավարը, սրան տանեն ինչ անեն, ասենք։ Մենք ենք ձեռը կրակը, ինքը չգիտենք ինչ անենք։ Այդ մի կողմից, մյուս կողմից էլ ես անկեղծորեն կատեգորիկ կերպով դեմ կլինեմ, որ գան ու տանեն, որովհետև սա քրեական պատասխանատվության պիտի ենթարկվի այս ընկերը, ու դա պիտի անենք մենք։ Դա մեր բացառիկ իրավունքն ու պարտականությունն է պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնելը։ Մեր անվտանգությունը որտեղ ինչի մեջ կլինի, շատ դժվար է հիմա ինչ-որ տես սցենար պատկերացնում որտեղ, ամենակարևոր մասը թերևս մենք պիտի կարողանանք փորձենք որևէ Հայաստանը բախման տարբեր ուժերի բախման էպիկենտրոն չդարձնելն։ Սա առավելագույնն է, ինչը մենք պիտի փորձենք անենք։ Ամերիկայի, Թուրքիայի։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները իրենք կպայմանավորվեն։
իրենք էսպես թե այնպես կպայմանավորվեն։ Այս մեծ խաղի մեջ դու պիտի կարևոր հարցը, որ պիտի հասկացվի մեր հասարակության կողմից, մենք այդ պայմանավորվածության մեջ որևէ դերակատարում ունենալու ենք, թե մեզ սենց դնելու են սեղանին, ասեն վերցրեք Ժորժան, ով որ ասում է լավ թիք են ուզում վերցրեք, տենց է լինելու, թե մենք վերջապես ունենալու ենք իշխանություն, որ իր տաբուրետկի հանուն այդ աթոռին վերընտրվելու համար ամեն թղթի տակ չի գնալու վազելով ստորագրի ու կապ չունի թե այդ թղթի մեջ ինչա գրած, որովհետև այո, Միացյալ Նահանգների ոչ ասելը շատ դժվար է, բայց նաև փորձել բանակցել, խոսել, քննարկել կարելի է, այնպես չի, որ Միացյալ Նահանգները կանչի, տենց ու ասի վերջացավ, այս թուղթը գրի ու դավայ։ Զիլենսկի օրինակը ամենալավ օրինակն էր, որովհետև կներեք, էլի այդ երկիրը ավիրվում է։ Երկրի նախագահան Ուկրաինա ինքը շարունակեց անգամ սեփական անձի նվաստացնելու ճանապարհով այդ տղան գնաց ու ավելի լավ պայմանագիր բերեց իր երկրի համար։ Հիշում եք 28 կետերից, հա, այն առաջի պայմանագիրը Ուկրաինան է խոչընդոտում խաղաղության համաձայնագրին, ոչ թե Ռուսաստանը։ Տրամպը անընդհատ ինչ որ մի բան կասի, դա նորմալ է։ Դա նորմալ է, այն որ ասում է պայմանավորվելու են իրար մեջ, այ դրա մասին է խոսքը։ Չէ, ես խոսքը նրա մասին էր, որ ի սկզբանե հրապարակվեց մի հատ 28 կետանոց մի խայտարակ ուղակի բան, պայմանագիր, հա, կետերով 28 կետերով, որոնք հետո Զելենսկի կարողացավ գնալ, բանակցել, խոսել ու էականորեն փոփոխված բովանդակության բան բերեց, պայմանագիր բերեց։ Այո, դա նորից չէր բխում ամբողջությամբ Ուկրաինայի եւ Ուկրաինայի ժողովրդի շահերից, բայց դա հաստատապես հազարապատիկ ավելի լավն էր, քան ինչ որ առաջարկվել էր։ Այսինքն, ասածս ինչն է, եթե մեր իշխանություն, մենք էլ ունենայինք իշխանություն, որը այդ տաբուրետկի համար չէր նահատակվի, ինքը կգնար կպասեր Ժորժան, լավ, այս կետերը չէ, եկեք լավ, այս փոխում ենք, այս թողում ենք, այս թողում ենք, բայց գոնե սա ենք ավելացնում կամ սա ենք փոփոխում կամ ինչ որ դրական բան կբերեր Հայաստանի համար, ոչ թե 24% փառահեղ ինչ որ մի բան, 76-ն էլ ասում է կկիսենք, պարզ չի թե ում հետ կկիսեն։ Դա ասում մեզ էլ կհարց կտան, մենք էլ կպատասխանենք Ժորժան, եկեք լրջանանք էլի։ Լավ, բայց հիմա այնպեսի տպավորություն էր, որ մեր գործող իշխանությունը Սալավյովի սպառնալիք ասեմ թե ինչ ասեմ, շահեց, որովհետև այսպես սկսեցին շատ արագ օյ հայտարարություններ, էլ չխոսենք ինչ հայտարարություններ, բայց երբևէ ես նման արձագանք, ալիք արձագանքի չեմ նկատել, երբ որ Թուրքիան ու Ադրբեջանը ձեռքի տված սպառնում են ու կոնկրետ սպառնում են ու կոնկրետ ասում են ինչ կանեն մեզ հետ։ Ես այդ հարցազրույցներից արձագանք ու առհասարակ թե էլի այդ մեղմացման օյ մենք խեղճ ենք, մենք խաղաղություն ենք ուզում, մենք ոչ մի բան չենք ուզում, տեսեք հանկարծ մեզ ես եմ ասել, այդ Սալավյովի հայտարարությունից շահելա միայն Նիկոլ Փաշինյանը, էքսկլյուզիվ նվեր են արել Նիկոլ Փաշինյանին, որովհետև եթե Հայաստանում ոչ թե եթե, այլ Հայաստանում կան Ռուսաստանի մոլի երկրպագու ուժեր, քաղաքական ուժեր, գործիչներ, այդ մարդկանց ոտի տակից են ոնց որ սենց խալին վրան կանգնեն, քաշես խալին ու մեջքի վրա շորտաս։ Սալավյովի արածը դա էր։ Ինքը կարծում է, որ ինքը տենց ուժ ցուցադրեց ու ռուսամետ կամ ռուսամոլ այդ ուժերը տենց ուժեղացա, չէ, ոտերի տակից քաշեց խալին անեց։ Դա օգնեց Նիկոլ Փաշինյանին ցույց տալու, թե ինչքան ճիշտ գործնեություն է, որ դա հիբրիդային պատերազմի այնինչ հիբրիդային պատերազմ տանում են բոլորը, հատկապես ընտրություններին ընդառաջ տանում են բոլոր հետաքրքրվածներ, իսկ ովքեր են ստեղ հետաքրքրված, եւ Ռուսաստանի Դաշնությունն է հետաքրքրված, եւ Ադրբեջանն է հետաքրքրված, եւ Թուրքիան է, եւ ինչպես շատ ճիշտ նկատեցիք, ամենաշատը Թուրքիան, Ադրբեջանն են հետաքրքրված Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու հարցում, ամենաշատը, որովհետեւ այսպիսի ղեկավար իրանք երկրորդը, սրա նման երկրորդը, թու արդեն վախում եմ ասեմ, սրա նման երկրորդը կարող է չգտնեն, ամենայն հավանականություն չեն գտնի, որ ավելի վատը գտնեն։ Կարա գտնի, հա, դրա համար նավշակի թու ասեցի, որովհետև դա իսկապես լուրջ խնդիր է լինելու։ Այնպես որ ինչ ասեմ, կարա լինի փոփոխություն, մեր հասարակությունը շատ բաներ չկա, ինչի վրա մենք կարող ենք ազդեցություն ունենալ, օրինակ
որոշումները, թե հայկական կողմը հետաքրքրությունների որ զոնայում կմնա, ասենք արևմտյան զոնայում կմնա, Չինաստանի հետաքրքրությունների զոնայում, թե տենց նվեր կտան մեզ Թուրքիային, թե նվեր կթողեն Ռուսաստանին, դա իսկապես մեր որոշումների վրա մենք այդ որոշումների վրա շատ մեծ ազդեցություն ունենալ, ազնիվ լինենք չենք կարող։ Այս պահի դրությամբ, այս միջավայրով, այս գործիքակազմերով, որոնք կա, այս իշխանություններով իսկապես չեն կարող որևէ ազդեցություն ունենալ։ Բայց լավ, մեր ներքին հարցերը մենք հոտ կարանք կարգավորենք։ Իսկ ներքին հարցերը կարգավորելու համար ինչի է պետք շատ կարևոր է վերականգնել, որպեսզի դու իսկապես դառնաս ոչ թե այն հարցը, որով սրան նրան լավություն են անում, այլ դու լինես քո տերը, ասես Ժորժան, այս ինձ դուր չի գալի։ Ես նախընտրում եմ այսա, որովհետև մի ասեք, որ փոքր երկրները հնարավորություն չունեն իրենց հարցերը լուծելու, կարգավորելու, Ժորժան, մեր չափ երկիրը, նաև Իսրայելը, հələ տեսեք ինչ անում։ Դատապարտելով բոլոր բացասական կողմերը իր գործնեության, բայց ինքը իր պետության շահի համար, հələ տեսեք ինչ խայտարակ վիճակների մեջ է, էլի։ Ինչ ուզում անում է բառացիորեն։ Լավ, դուք ինչ որ մեկին կարելի է, ինչ որ մեկը դա չի կարողանում անի, որովհետև իրանք կազմակերպվել են, իրանք կանոնակարգվել են, իրանք շատ հստակ հարաբերություններ են գործընկերային, իրանք իրանց հատուկ ծառայությունները ունեն։ Ձերը սա ուրիշինն է։ Այ դրա համար ձեր տեղեկություններն էլ է սխալ կամ թերի ու կիսատ ձեր կրթությունն է բոլոր իմաստներով, բոլոր ոլորտներում կիսատ թերի պրատ, ձեր կառավարման համակարգն է սխալ։ Հետևաբար ինչու է պետք ներսում փոփոխություն անել, որպեսզի կարողանաս նոր միջավայր ստեղծես, որը կթես թույլ կտա, լավ չեմ ասում 5 տարի հետո կլինենք Իսրայելի նման ուժեղ, բայց մենք հիմքերը կդնենք, որպեսզի կարողանանք առաջին բոլոր քայլերը կանենք, այդ հիմնավորումը, այդ թվում նաև սահմանադրության փոփոխություն մենք ունենանք, այդ թվում նաև նոր ինստիտուտների հիմնադրում կունենանք, որը մեզ թույլ կտա դառնալ ժամանակին բանը Իսրայելի նման պետություն։ Ինչի՞ ասում իրենց կարելիա մեզ չի կարելի, այդ բոլորն հարամա մեզ հալալ է, հա հայերը։ Չէ, ուղղակի մենք չենք կարողանում կազմավորվենք, մենք մեր հավատարմությունը մեծերին հայտնելու մեջ, այդ թուլության մեջ, այն որ ասում դե մենք պուճուր ենք, մենք հին ենք, մենք թող մեզ սիրեն, չեն սիրելու, ոչ մեկին չի սիրում, ընդհակառակը ձեզ նախանձում են, որովհետև մենք այն հնագույն ժողովուրդներից ենք, որը այս ցիվիլիզացիայի հիմքում է կանգնած, հասկանում եք, մի քանի ժողովուրդ ամենայն հարգանքով աշխարհի բոլոր ժողովուրդներին, ազգերին ու ազգություններին, բայց Հայաստանը այն ժողովուրդներից մեկն է, որը այս ցիվիլիզացիայի ամենահիմքերում է կանգնած եղել։ Մենք մեր այդ ցիվիլիզացիոն պատմությունը մենք կրում ենք, մենք պահապանն ենք, մենք այնքան պատմություն ունենք, այնքան հիմքեր ունենք, որոնք կարանք սաղ աշխարհին բաժանենք ու էլի սենց մնա մեզ։ Դա է պատճառը, որ մեզ այդ թվում նաև դա է պատճառներից մեկը, որ որոշ երկրներ մեզ ֆիզիկապես տանել չեն կարողանում, որովհետև մեր ֆոնին պատկերացնում եք մի հատ այսքան Հայաստանը իր պատմությունով, իր անցյալով, քաղաքակրթության մերան։ Բերանը պատկերացնում եք, իհարկե իրանք ձեզ չեն սիրելու, իհարկե իրանք ձերը յուրացնելու են, իհարկե իրանք ձերը փորձելու են խլեն, ավելին ասեմ, ձեզ փորձելու են ոչնչացնել, մեզ փորձելու են ոչնչացնել, որպեսզի իրանք դառնան այդ մի քանի հազար տարվա տերն ու տիրականը, բայց ոնց հասկանում եք դա հնարավոր չի լինում։ Մեզ անընդհատ փորձել են ջնջել, բնաջնջել, ցեղասպանել, չգիտեմ, տեղահանել, այդ ամեն ինչը փորձել են անել, բայց դա չի աշխատում։ Մեզ վրա կա դրած ինչ որ միսիա, որը ես էլ չեմ հասկանում, որտեղ այն վարքագծով, որը մենք դրսևորում ենք անհիշելի ժամանակներից, մենք պիտի վաղուց չլինենք, ոչ թե որպես պետականություն չունենայինք, մենք որպես ժողովուրդ էլ պիտի չլինենք, բայց մենք կանք եւ ունենք շատ կարեւոր աշխատանք անելու, հետեւաբար ասում եմ Ժորժան, ամեն մեկս մեր պատասխանատու, Աստված իր գործերը գիտի ինչ է անում, մենք մեր պարտականությունները ուրիշի վրա չենք գցում, մենք էլ մեր գործն ենք անում։ Եկեք Իրանի հետ կապված կոնտեքստով ամփոփենք հարցազրույցը։ Հասկանանք առհասարակ, տեսեք, Ամերիկայի հետ ոչինչ չեն կարող անել, Ռուսաստանի հետ արդեն չգիտեմ ինչ հարաբերությունների մեջ ենք, Թուրքիա, Ադրբեջան գիտենք։ Հիմա եկանք մեր որ արդեն լավ բարեկամի ու հարևանի Իրանի հետ, որը մեզ համար այսպես թիկունք էր, անգամ թշնամական մեզ համար հանդիսացող պետություններից ու այդ պատնեշներ, որ մենք սենց հստակ ասում ենք Իրանը կանի, Իրանը չի թողի, Իրանը թույլ չի տա, մեջքներից կանգնած է, Սյունիքի դարպասը հսկում է։
Հիմա ինչ վերաբերում է նաև Իսրայելին, դա էլ է ուզում կոնկրետ մեջբեր, որ Իսրայելը երեկվա տեղեկատվության համաձայն Washington Post-ներ կարծեմ գրել, որ անգամ Իսրայելը Իրանի հետ է կարողացել պայմանավորվել, այսպես արդեն կա ներքին պայմանավորվածություն, որ մենք չենք հարձակվում, այսինքն լիովին մտնում ենք դիվանագիտական դաշտ, ու դա հայտարարել էր Արաքչին Իրանի արտգործնախարարը, բայց Իրանի դեսպանի 2 օր առաջ արած կոշտ հայտարարությունները ու գրեթե որ ասում Թեհրանում այնպեսի պատկերացում ա ձևավորվում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն։ Հիմա ինչ հա ուզում ասի դեսպանը, բնականաբար դեսպանը էլի չի կարող ասի առանց վերնախավի գիտության եւ թույլտվության։ Հիմա փաստացի հայտարարում է, որ Հայաստանը դիտարկում է որպես Իրանի դեմ թշնամական ուժերի գործողության կենտրոն։ Հիմա սա էլի մեր դիվանագիտական ձախողումն է, թե կոնկրետ ես չէի ուզենա այդպես ընդունել, որ մի կողմից կոշտ է, բայց մի կողմից ուզում ես վերլուծես հասկանաս դրա մյուս ենթատեքստը ինչ է ուզում ասած լինի, պարզ է որ յուրաքանչյուր երկիր էլ եկանք շահերի բախմանը, իր շահերից ելնելով ամեն ինչ անում, ու այստեղ էլի Հայաստանի շահը ու միշտ մեկնաբանության մեջ էլ ասում է, որ մենք միշտ հաշվի ենք առել, միշտ պաշտպանել ենք, միշտ եղել ենք ձեր կողքին, այսպես մի տեսակ վիրավորվածի դիրքորոշում էլ կար Իրանի մոտ դեսպանի հնչած բառերից, դուք ինչ եք կարծում Նորմալ է, որ Իրանի դեսպանը շատ կոշտ արտահայտվեց, որովհետև իսկապես երկար ժամանակ բերվում են հավաստիացումներ, որոնք որ համոզում էին իրանական կողմին, որ իրենց հետ կապված հաշվի կառնվեն իրենց հետաքրքրությունները առնվազն։ Հավանաբար կան ինչ որ տեղեկություններ, որոնք մեր հասարակությունը դեռ չգիտի, իսկ իրանական կողմը իր հատուկ ծառայություններով, իր հնարավորություններով տեղեկացել է, որոնք մենք ինչ որ ժամանակ հետո կիմանանք, այլապես միայն ճանապարհի հետ կապված, միայն տնտեսական այս հարցերի հետ կապված շատ դժվար է պատկերացնել, որ Իրանի նման զուսպ ու հավասարակշռված քաղաքականություն վարող երկիրը հանկարծ այսպեսի հայտարարություն աներ, շատ անսպասելի էր։ Ես պիտի նորից խնդրեմ Իրանի կողմին միշտ հիշել, որ իշխանությունները բոլոր ժամանակներում մերն էլ, ձերն էլ ժամանակավոր են, մեր ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մեզ անգամ չի խանգարում մեր կրոնական տարբերությունը, մեր բազմաթիվ այլ տարբերություններ, որոնք մենք ունենք, դա մեզ երբեք չի խանգարել, ամենայն դեպս այս վերջի 30 տարիները մենք իսկապես շատ ջերմտերիմ փոխվստահության համակբանում ենք աշխատել իրար հետ, եւ ես ընդունում եմ, որ պիտի հաշվի առնվեն բոլոր կողմերի հետաքրքրությունները, բայց Հայաստանը չի, որ հաստատապես չի կարող լինել կենտրոնը հակաիրանական։ Իրանը պիտի մի փոքր ազնիվ լինի, որովհետև մենք կողք ունենք Ադրբեջան։ Մոտ էլ կարեց ասում էլի, Գիտեք, ես դա այդ կոշտությունը ես հասկանում եմ իրանց, բայց չեմ ընդունում այդ կոշտությունը, որովհետև մենք կողք ունենք Ադրբեջան, որտեղ Իսրայելը ունի մասնագետներ, ունի էքսպերտներ, ենթադրում եմ նաև ինչ որ զորքերի մի փոքր կտորներ, իրանց այդ ինստրուկտորները, որ գալիս են բանակի հետ կապված, զենքերն ու զինատեսակները ապահովելու տեսակետից Ադրբեջանը խնդիր չունի, այնպես որ ես չեմ կարծում, որ Հայաստանը նախ իր չափերով չի համապատասխանում կենտրոն լինելու համար, իր ժողովրդի նպատակներով ու հարաբերություններով չի համապատասխանում, մեր անցած ճանապարհով չի համապատասխանում կենտրոնելու։ Ես չգիտեմ այս իշխանությունները ինչ քայլ են արել, որ այսպես հուսահատեցրել ու զայրացրել է իրանական կողմին, հույս ունենամ, որ դրանք շտկելի խնդիրներ են, դրանք հնարավոր կլինի ճիշտ ուղու վրա դնել ու իրանական կողմը իսկապես պիտի վստահ լինի, որ մենք չենք կարող լինել թշնամիներ Իրանի ժողովրդի հետ, Իրանի պետության հետ չենք կարող լինել թշնամիներ։ Դա մեր այն որ ասում է անհիշելի ժամանակների ցիվիլիզացիոն պատմության մասնիկն է, Իրանը իսկապես այդ ցիվիլիզացիոն պատմության մի մասն է, մենք կողք կողքի իրար հետ անհիշելի ժամանակներից ապրում ենք եւ դեռ երկար ժամանակ ապրելու ենք։ Ու այս հարցեր կան, որոնք պիտի հայկական կողմը միևնույնն է առաջնորդվի իր պետական շահերով, իր ազգային շահերով, բայց նաեւ չվիրավորելու վտանգ չստեղծելով մնացածի համար, որտեղ երբ որ դու վտանգ ես ստեղծում կողքի պետության համար, ինքը իրան իրավունք կարա վերապահի քեզ համար խնդիրներ ստեղծելու։
եւ դա չի վերաբերվում միայն կոշտ գնահատականներին, դա կարող է այլ բնույթ ունենալ։ Հետեւաբար պետքա ասում մի քանի անգամ մտածել, հա, մի քանի անգամ մտածել ինչ որ բան անելուց առաջ։ Շատ հետաքրքիր մի հատ բան ասեմ, ուրեմն կային թե նախկին քաղաքական ուժերը, թե ներկայիս քաղաքական ուժը, իսկ ասեի հանցավոր ռեժիմը, նենց հետաքրքիր տևական ժամանակ համոզում էին Հայաստանին, որ մենք մեզանից ոչ մի բան չենք ներկայացնում, մենք ոչ ոքի հետաքրքիր չենք, մենք փոքր երկիր ենք ու մենք պիտի շնորհակալ լինենք ամեն մեկին, ով գալիս էր ու մեզ ինչ որ աջակցության ձեռք համեկներ։ Հետո պարզվեց, որ չէ, ժողովուրդ, պարզվեց, որ մենք կարգին տենց կենտրոնում ենք, պարզվեց, որ մենք ահագին հետաքրքրություն ենք ներկայացնում, այն կարգի հետաքրքրություն, որ այսպես քաղաքակրթական բախումներ կարող են ստեղծվել որոշ մարդկանց թեթև ձեռներով։ Հետևաբար սա իսկապես մենք մեր արժեքը պիտի շատ լավ պատկերացնենք, շատ դժվար ռեգիոնում մեր լինելը մի կողմից իհարկե խնդրահարույց է, իհարկե շատ դժվար է, բայց մյուս կողմից նաև առավելություններ է քեզ տալի, դու կարող ես լինել այդ կապող օղակը, քաղաքակրթական իմաստով կապող օղակը, որովհետև Միացյալ Նահանգների եւ Իրանի համար հարթակ, որտեղ իրենք կարող են խոսել, քննարկել, ինչ որ հարցերում համագործակցել, դա կարա լինի օրինակ Հայաստանի տարածք, ինչու ոչ։ Ու այս իմաստով կարելի է փորձել ստեղծել ինչ որ գործողություն, ոչ թե չգիտեմ ինչ են արել, բայց հաստատ ինչ որ մի բան արել են, էլի որ Իրանը այս աստիճանի նեղված է։ Ճշմարտություն կա ձեր ասածի մեջ, որ ինչ որ գաղտնի տեղեկատվության ամեն դեպքում տիրապետում է Իրանը, ու սա նախազգուշական ավելի շատ նախազգուշացման տպավորություն էր, հա։ Հա, այդպիսի տպավորություն կար։ Չեմ կարող չխոսել նաև մի փոքր անդրադառնանք, որովհետև ուզում եմ հասկանալ մի կողմից շատ ուրախալի փաստ է հայ գերիների վերադարձը, մյուս կողմից դրա շահարկման թեման է շատ սարսափելի, ամեն դեպքում էլի ուրախ ենք, որ նրանք վերադարձան իրենց ընտանիքներ, բայց ինչ է սպասվում մյուսներին արդեն չեմ էլ ուզում պատկերացնել, ինչպիսին էր ձեր արձագանքը կոնկրետ առաջին պահին, որ իմացաք, հենց այդ ուրախությունն էր երևի, թե երջանկություն, մեծ ուրախություն, որովհետև իմ այսպես նախկին, չնայած իրավապաշտպանները նախկին չեն լինում, գործունեության ժամանակ մենք եւս անմասն չենք եղել այդ գործընթացներին, տարբեր միջազգային կառույցների հետ, սա միակ հարցն ա եղել, որտեղ ես համաձայնվել եմ համագործակցել օրվա իշխանությունների հետ, միակ հարցը գերիների հետ կապ, գերիների, հա, այդ անհետքորածների ու մնացած այս բնույթի հարցերն է, մնացած հարցերով ես հրաժարվել եմ համագործակցությունից, ու սա իսկապես շատ մեծ մարդկային շատ մեծ ուրախություն է, որտեղ հատկապես երբ որ դու տեսնում ես հարազատներին դեմ դիմաց տեսնում ես, դա ոնց որ գիտեք ավելի ծանրացնում է, էլի քո պատասխանատվության մասը։ Ադրբեջանը այսպես դափներով իր արդեն ասեց, օй մենք հումանիզմ ենք դրսևորել 20 տարի ազատազրկվածներին տվել են։ Ոչինչ, թող ասեն։ Իշխանությունները օգտագործի էլի որպես նախընտրական։ Մեր իշխանությունը այնքան գործող իշխանությունները այն աստիճանի բարոյալքված են, որ իրենք, ինչ ասեմ, կորուստը ու նվաստացումը ներկայացնում են որպես հերոսություն ու հպարտանալու առիթ։ Այս մարդիկ բարոյական բոլոր նորմերից զուրկ մասսա է։ Պետք չի կարևոր ինչ են ասում իշխանությունները։ Շատ ավելի կարևոր է մեր տղաների վերադարձը, մի փոքր մեղմ ասած վիճահարույցեր համաչափությունը, թեպետ նորից այնքան կարևոր է ամեն մի մարդու կյանքը իսկապես բացառիկ է։ Ես միշտ ասել եմ ինձ համար ես հարց չեմ եղել Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունների հետ երբեք, բայց կապույտ անձնագիր ունեցող մարդը պիտի լինի Հայաստանում, անգամ եթե իրենք ինչ-որ գործողություններ են արել, որոնք դատապարտելի են, դա կարող ենք մեզ թույլ տալ, միայն մենք, դա մեր բացառիկ իրավունքն է։ Եվ իրենք պիտի վերադառնան եւ երբ խոսակցություններ գնում արդյոք ինձ համար խնդիր կարող է լինել, այսքան քննադատելուց հետո զբաղվել նաեւ քաղաքական վերնախավի վերադարձին, ես ասում եմ դա անգամ քննարկման հարց չի կա, իհարկե պիտի վերադառնան։ Ցանկացած մեկի վերադարձի համար մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է անել հավանականը, անհավանականը, թույլատրելին, եթե կուզեք առանձին դեպքերում չկանոնակարգված գործողություններ պիտի գնանք ու մեր տղաների վերադարձը, մեր չգիտեմ, կապույտ անձնագիր կրող մարդկանց բոլորի վերադարձը պետք է ապահովել, բայց այս բաների հետ կապված, հա, շատ է խոսվել արդեն այդ անհամաչափության մասին, մի կողմից իհարկե անհամաչափ էր, բա դու երկու հոգու այդ հոդվածով դատապարտվող մարդկանց 2-10 ու ընդամենը չնայած նորից էլի
Սա Հասկանալի է։ Սա մարդկայնորեն ես ուզում եմ հակակշիռ ճիշտ հասկանալ։ Սա չափելու չի, հա, սա գլխականակի մասին չի։ Սա որակի մասին է, ռաս ուշ տալիս եք այդ երկու հոգուն, ավելի շատ մարդաբեր փորձեք բերեք, էլի։ Մի կողմից, մյուս կողմից էլ այդ այն որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է մեր բոլոր խաղաքարտերից ուժեղ, այս սա հենց այդ դրա մեջ է։ Հայցերից հրաժարման ճանապարհով է գնում ու սա մեր այն ապացույցներն են, որոնք ինչի դիմաց։ Այո, Ալիևը, եթե Ալիևը ունենար այս տեսակ հնարավորություն, ինքը դրել էր բանտիկը վրան կապել էր ու ուղարկել էր բոլոր միջազգային նացիաներով։ Մերոնք չէ, մերոնք որոշել են, որ լավություն են անում։ Սրան նրան լավություն են անում։ Նորից Հայաստանի հաշվին, Հայաստանի իրավունքների շահերի հաշվին Նիկոլ Փաշինյանը սրան նրան նորից իր պաշտոնը վերարտադրելու համար մեր շահերին հակառակ գործողություններ է անում։ Ինչ ասեմ, ծով համբերություն, եթե հնարավոր լինի ժամանակից շուտ ճանապարհել Նիկոլ Փաշինյանին, շատ լավ է, եթե չէ, առնվազն պետքա տրամադրությունները չգցենք ու փորձենք զուգահեռաբար աշխատել մի քանի ուղղություններով։ Կլինի հնարավորություն փողոցով, ինչպես ինքը եկավ այդ նույն տրամաբանությամբ ճանապարհել, տենց կճանապարհենք, որտեղ իր ամեն ժամ մնալը մեզ համար նոր խնդիրներ է, նոր խոչընդոտներ է, նոր խնդիրներ է, նոր անլուծելի թվացող խնդիրներ է, բայց նորից մեր հասարակությունը շատ լավ շրջան պետք է պատկերացնենք։ Կա մի հատ հարց, որը անլուծելի է։ Դա Եռաբլուրի տղաների զոհաբերությունն է, որը վերադարձնել որևէ կերպ հնարավոր չի։ Մնացած բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, այսինքն հայկական շահերը սպասարկելը, դա հնարավոր է անել, դա պարզա որ մի օրվա հարց չի, 5 տարվա հարց չի, 10 տարվա հարց չի, բայց ինչպես որ տարբեր խելացի, մտածող ու կամնակարգված երկրներ կարողանում են ամեն հաջորդ իշխանություն մի բան ավելացնի, որպեսզի ինչ որ մի ժամանակ այդ երկրի շահը ինչ որ հարցում գա ու իրականություն դառնա, այ մենք պիտի այդ տեսակ երկիր լինենք, կամնակարգված, համակարգված, մտածված ազգային պետություն պիտի լինենք, ուրիշ ճար չկա, մեզ տարբերակ ուղղակի չեն թողել։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Շարունակեք հետևել մեզ Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում շաբաթվա անցուդարձից առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։